Ուրեմն հիմա ինչ են այդ դեմոկրատիան եւ խոսքի ազատությունը։ Ուրեմն Բայց չընկնեմ սարոզոր, որ դրանք կոնցեպցիա եւ համակարգեր են, բայց դա չբացատրեմ, բայց դա այդպես է։ Այլ թեմա է, եթե ուզում եք, ես հետագայում կարող եմ դա էլ բացատրեմ, հիմնավորեմ եւ այլն։ Ուրեմն վերցնում ենք երկու տարբերակ, երկու ճանապարհ։ Ինչի համար է ու ինչպես է, դա չեմ բացատրելով ինչպես ոնց է ներդրվում հասարակության մեջ, պետության, երկրի մեջ, ինչ-որ խմբի մեջ դեմոկրատիան եւ խոսքի ազատությունը, ուղղակի ասեմ, ինչ-որ չափ կասեմ, ոնց է դա արվում, մանավանդ այդ սկիզբին, ու ասենք ինչի համար, երկու տարբերակ։ Հիմա սենց մտածում եմ, խոլովակը սկսելուց առաջ էլ մտածում եմ, որից ինչի սկսեմ, բայց հեսա կընտրեմ։ Դա վերջը սկսենք այն տարբերակից, որի մասին ես ուզում եմ ասել, երևի երկրորդ տարբերակը հաջորդ խոլովակում ասեմ։ Ուրեմն, երբ որ կա ինչ-որ խումբ, վերցնենք այդ խումբը երկիր է, պետություն, ժողովուրդ, ինչ-որ ազգ է, ու այդ խմբի մեջ, դրա մեջ կամ դրանից դուրս տարբերություն չկա։ Կա ինչ-որ մեկը, կամ թե այստեղ, թե մեջը, թե դուրսում, կա խումբ կամ խմբեր, որոնք ուզում են ուրեմն ասեն այն ինչի հետ համաձայն չեն մնացածը, բայց սրանք ուզում են դա առաջ տանեն։ Մնացածի ասածը նույնիսկ ապացուցված է, փաստ է, սրանցը ապացուցված է, որ սուտ է։ Սրանք ձգտում են ռևոլյուցիայի, հեղափոխության, որ այնպես արվի, որ լավ, իրանց ասածը չի ընդունվում, հա, օքեյ, իրանց ապացուցված չի կամ ապացուցված է, բայց մնացածը համարում ապացուցված չի։ Մի խոսքով, ստեղծում է այդ համակարգն ներդրվում, այդ խմբի մեջ, այդ հասարակության մեջ, այդ համակարգը խոսքի ազատություն, որ սրանք ձայնի իրավունք ստանան ու իրանց տեսակետը գոնե մնա կամ էլ ընդհանրապես առաջ տանեն։ Սա առաջին